իրեք գեներացնել ավելի լայն, ավելի ընդգրկուն Ես, եթե թույլ տաք ձեր հարցը մի փոքր վերաձևակերպեմ, այստեղ գեներացնելու բան չկա։ Ես վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը, ինչպես արդեն ասացի, հաշտ չի այս իրավիճակի հետ։ Մի մարդը դա արտահայտում է այսպես այստեղ լինելով, մյուս մարդը Facebook-յան գրառմամբ, որի համար իրեն փորձում են Փաշինյանի իրավապահները դատեն, մյուս մասը մրցքում, մյուս մասը խոհանոցում զրույցի ժամանակ։ Բայց ես վստահ եմ, որ գալու է մի պահ, երբ որ Փաշինյանը համը հանելու է վերջնականապես ու դրա պատասխանը ստանալու է։ Իսկ օգտագործելու կամ այս առիթը եւ այլն ձևակերպումները իմ համար անընդունելի են։ Եվս մի հարց, Հայաստանի Հանրապետությունը որն է այն այցյանը, որտեղ վիճարկվում է խախտված իրավունք։ Ներողություն եմ խնդրում, դուք հավանաբար փորձում եք եկեղեցու ներեկեղեցական հարաբերությունները տեղափոխել աշխատանքային օրենսգիրք, դա իմ համար անընդունելի է։ Սահմանադրության դրույթ է, որ եկեղեցին պետությունից անջատ է։ Իսկ համեմատության համար ես կարող եմ ես ձեզ ճանաչում։ Համատության համար կարող եմ ասել, եթե հանկարծ ձեր լրագրողներից մեկին աշխատանքից ազատեն, օրինակ նախագահ Սարգսյան դիմելու կամ վեհապար Հայրապետին կաթողիկոսով դիմելու համար, դա նորմալ չի լինի, բացարձակ նորմալ չի լինի, եթե վարչապետ կոչեցյալը որոշի ասել, չէ, այդ մարդուն հետ կընդունեք աշխատանքի։ Չնայած Civic-ի պարագայում, քանի որ ինքը ԿՊ-ի լրատվականն է, այդպես էլ պիտի լինի, բայց ըստ սահմանադրության մեր եկեղեցին անջատ է եւ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործին։ Այո, այդպես է սահմանադրություն ավելի բարձր է։ Դրա մասին անհրաժեշտ է հարցնել կամ Սամվել Կարապետյանին կամ ես չասեցի, որ չգիտեմ, ես ասացի, որ դրա մասին պետք է հարցնել կամ նախագահին կամ Սամվել Կարապետյանին։ Չեմ մեկնաբանում։ Պարոն Մամիջանյան, եկեղեցի եւ պետության անջատ լինելու վերաբերյալ դուք եւս 2020 թվականին կաթողիկոսը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ ոչ Բաղրամյան Պողոտայում հավաքեր մի քանի երկու տասնյակ հանդիպում 2023 թվականին, երբ որ իմ գործընկերներից մեկը հարցրեց շարունակում եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա ասաց, որ պահանջը անժանացվել է։ 24 թվականին ականատես եղանք Սրբազան շարժման, որի քաղաքական ուժերի հետանդում են, կարծում նաև դուք եք։ Այո։ Եկեղեցու եւ պետության անջատ լինելու տրամաբանության դիտարկումից չեմ կարծում, որ եկեղեցին այս ինքնավարված գործողություններով խախտել է Ոչ չեմ կարծում, նախ դուք վերեցիք մի քանի օրինակ, դրանցից առնվազն Սրբազան պայքարի օրինակը տեղին չէր, որովհետև եկեղեցին որպես ինստիտուտ դրա մեջ ներգրավված չէր, դրանում ներգրավված էր իմ կողմից շատ հարգված բանտարկյալ Բագրատ Սրբազանը, սա մեկ, դա տեղին չի, երկրորդ Եթե Հայաստանի ղեկավարը Աստված մի արասցե եւս մեկ անգամ Փաշինյանից հետո դավաճանի, անի ամեն ինչ դեմ Հայաստանի Հանրապետության եւ այն ժամանակ դեռ հայերով բնակեցված Արցախի Հանրապետության շահերին հակառակ, ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ վեհապար Հայրապետը պահանջի իր հրաժարականը։ Դա չի նշանակում, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Դա նշանակում է, որ վեհապար Հայրապետը իր կարծիքն է հայտնում դավաճանի վերաբերյալ, դա բացարձակ չի նշանակում, որ եկեղեցին որպես ինստիտուտ ձեր զարմանքին պատասխանը խառնվում է քաղաքականության եւ երբեք ընդգծում եմ, եկեղեցին որպես ինստիտուտ ներգրավված չի եղել քաղաքական գործընթացներում, այդպիսի բան չի եղել։ Իսկ հիմա պետությունը չէ, Փաշինյանը որպես նոր ձևավորվող դիկտատոր, ինչպես եւ բոլոր դիկտատորները, փորձում է վերացնել երկրում առկա բոլոր ինստիտուտները, այդ թվում նաև եկեղեցին։ Դա իրեն չի հաջողվել։ Շնորհակալություն։ Թույլ տանք կամ